ավակ շաբաթ օրհնյալ ճանապարհորդություն Ձաղգազարդի գիրագին հաջորդող ավակ երկուշաբթիեն մինչև ավակ շաբաթը երկարող շրջանը եկեղեցվո օրացույցի մեջ ու դոնացույցի մեջ արձանագրված է որպես ավակ շաբաթ, որուն ընթացքը աղոթներով ու շարականներով մեզի կպատմե մեր Տիրոջ ու Փրկին Հիսուսի երկրավոր կյանքի վերջին օրերուն մասին։ Ինքնին ավակ շաբթվա ընթացքը կներկայացնե դպրոցը, քանզի կհանդիպինք Քրիստոսի հետ իր բոլոր հանգրվաններով, արդարև յուրաքանչյուր հանգրվան մտածելու դեղի կուտա խորաբես ըմբռնելու համար Քրիստոսի մարդեղության խորհուրդը իմաստնավորի Փրկին խաչին վրա բادرակումը մարդկանց հոգիներու փրկության համար Ձաղգազարդը թուրն է ավակ շաբաթին եւ երբ մեր հոգին թրները կփանանք որովհետեւ այնտեղեն ներս մուտք գործե Հիսուս ապա այն ժամանակ գլսենք նաեւ Երուսաղեմի մուտքին Տիրոջ թիմավորողներուն սրդի ցայնը Օսաննա օրհնյալ եկյալ անվամ դյարն Հիսուսի Երուսաղեմ սուրբ քաղաք մուտքը գգրտնվի եկեղեցվո դիսա արարողական կյանքի մեջ հոգևոր այս պատկերը պետք է դիտել հավատքի գիտակցությամբ այն ժամանակ կտեսնենք Հիսուսի ներկայությունը ինչպես Երուսաղեմի մուտքին այնպես ալ մեր հոգևոր էությանը մեջ ավակ շաբթվա ընթացքին դեղի ունեցող բոլոր դեպքերուն դրամապանորեն պատասխանել կարելի չէ ինչքան խոսենք դեպքերու մասին նույնքան նաև պետք է ընդգծել որ այս ընթացքին կհանդիպինք առանցին անհատներու ինձ համար առանցնագի նշանակություն ունի Հիսուսի մուտքը դաջար ուր գխարազանե բոլոր անոնք որոնք Աստծո աղոթքի դունը վերածած էին վաճառադան եւ լումայափոխներու գետրոնի այստեղ ինձ համար դաջարը իմաստնավորի մեր անձերն են ուր գներս կմտնե Հիսուս որովհետեւ մաքուր բահենք մեր դաջարը ուր պետք է Աստված բնագի հավիտենականորեն դաջարը մեր ներքին աշխարհն է զոր բարդենք սուրբ եւ մաքուր բահելու այստեղ մեր անհատական աշխատանքը բարդենք կատարել աղոթքով ու հավատքով սրբությունը իրոք պետք է դարձնենք մեր դեսլագանը որպես քրիստոնյա ուխտավոր ավակ շաբթվա հոգևոր ճանապարհորդության ընթացքին այս ընդգծումը այստեղ կարևոր է արձանագրել որովհետև հարության դոնը թիմավորելու համար անհրաժեշտ է նախապատրաստությունը հոգևորապես Քրիստոսի հետ քայլելով թեմ հանդիման կգտնվենք մարդկության կյանքը հեղաշրջող պատկերներու առջև այստեղ չափազանց կարևոր է ընդգծել Սուրբ Պատարագի խորհրդի հաստատումը որում մեջ մենք մարմնավորված կտեսնենք Քրիստոսի անձը եւ իր անձին պատարակումը որուն ամփոփումը կգարտանք Բողոս Արաքյալի գորընթացներու ուղված երկրորդ նամակին մեջ այսուհետև մահ իմեզ զորանա եւ կյանք իցեզ անցնող դարիներուն թուղթին եմ հանձնած ավակ շաբթվա խորհրդին նվիրված համեստ խորհրդածություններ այս տարի կուզեմ կենտրոնանալ հիմնականորեն երկու կարևորագույն երևույթներու վրա որոնք իրոք առանց կգազմեն Քրիստոսի երկրավոր կյանքի
առաքելության, խոնարհություն եւ պատարակում։ Քրիստոս իր կյանքով կմարմնավորե խոնարհության գադարելությունը եւ բարին լման արումով պատարակումին խորհուրդը իսեր մարդկության հոգիներու փրկության համար։ Որապես համոզված պետք է լանք, որ հետևելով Քրիստոսի կյանքի բարի օրինակին եւ իմաստնավորի որդեգրելով խոնարհությունը որպես կյանքի ուղեկից, ապա մեր մեջ կգրենք անընկճելի հոգևոր ուրախություն։ Նույնիսկ ներքին ուրախություն գաբրինք նաև, երբ գիտենք կյանքն ապրիլ անձնազոհությամբ իսեր մեր մեծ ու փոքր ընտանիքներուն։ Եվ ավակ հինգշաբթին հիմնականորեն գավանթե այս երկու մեծ ճշմարտությունները Քրիստոսի կյանքով դրսևորված խոնարհություն եւ պատարակում։ Սիրելի բարեբաշտ հայրենիք, ավակ շաբթվա մեր հոգևոր ճանապարհորդության ամբողջ ընթացքը գրնանք ապրիլ լիովին, երբ մեր քայլերն առաջնորդողը հիմնականորեն աղոթքն է, աղոթքով իմիություն Քրիստոսի հետ, աղոթքով հոգևոր պատրաստության մեջ հաստատված կյանքը, որոնք մեր առջև կհարթեն մեկնագետը հասնելու եւ բարձրանալու առաստված եւ ամենեն էականը Քրիստոսի հրաշալի հարության խորհուրդով մեր մեջ վերաբրելու նոր կյանքին ծնունդը։ Ավակ շաբաթը դուրն է Քրիստոսի հարության եւ բարերով կարելի չէ լիովին բացատրել խորհուրդը Քրիստոսով մեզի շնորհված նոր կյանքին։ Հարության խորհրդին ընկալումը կարելիություն է միայն հավատքով, զոր սպարդենք իքորձ տնել։ Անցնաբես, ինչպես երբեմն իմանուկը, որ գսիրեր դոնել սուրբ հարության դոնը, ահա այսօր եւս նույն ուրախությունը գաբրիմ եւ ավելին նույնին հրավերը գուզեմ հղել բոլորին։ Քրիստոսի անձի մեջ պարդենք տեսնել մեզի դրված շնորհը նոր կյանքին եւ այդ նույն շնորհով մեր կյանքին ընթացքը մշտապես բարձրացնել առաստված։ Սիրելիներ, դոնախմբեք ծաղկազարդը եւ իմաստնավորի առաջնորդեք ձեր մանուկներու, պատանիներու, երիտասարդներու կյանքը դեպի սուրբ եկեղեցի, որովհետեւ մշտապես քայլեն Քրիստոսի հետ եւ իրենց հոգիները ծաղկազարդեն Քրիստոսի սիրով եւ ավետարաններեն ճարակայթող իմաստությամբ այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն։